Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ շատ սիրով արդեն պատրաստ ենք դիմավորել եւ զրուցել մեր հյուրի հետ։ Այսօր սպորտային է լինելու մեր ամբողջ բարև երկիրը, կարծում եմ հատկապես սպորտասերներին դա շատ դուր կգա։ Խոսելու ենք ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթում քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից, որտեղից ինչպես գիտենք, արդեն բոլորդ էլ մեր մարզիկները վերադարձել են ծանրաբեռնված մեդալներով։ Մարզիկներին շնորհավորում ենք նախ բոլորին, այսպես հեռավար, եւ այս առիթով մեր հյուրն է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, բարի լույս։ Ձեզ եւս շնորհավորում ենք մեդալներով լի վերադառնալու համար։ Բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալ եմ շատ հրավերքի համար։ Կասեք Սամվել, այս տարի 24 ընդհանուր թվով չէ մեդալներով են վերադարձել, անցած տարի 27-ն էին։ Մի փոքր կբացատրեք, պակասել է թիվը ինչ հանգամանքներով։ Տեսեք, նախորդ տարի ծանրամարտի քաշերը, ծանրամարտ մարզաձևի քաշային կարգերը 10 քաշային կարգ էին, 10 տղամարդկանց պայքարում եւ 10 կանանց, այսինքն ընդհանուր թվով 20 քաշային կարգ։ Այս տարի նվազել է 8 քաշային կարգ տղամարդկանց եւ 8 քաշային կարգ կանանց, ընդհանուր թվով 16-ն է։ Եվ անցած տարի մենք ունեցանք տարբեր վարժություններից մեդալներ, այս տարի երկրամարտում էին ավելի շատ գրանցվել եւ անցած տարի մենք ունեցանք 2 Եվրոպայի չեմպիոն, այս տարի կանանց պայքարում ունեցանք Եվրոպայի չեմպիոն նաեւ, 3 Եվրոպայի չեմպիոն, իսկ համեմատաբար եթե համեմատական անցկացնենք անցած տարվա մեդալների քանակի հետ կապված, այս տարի ավելի շատ է, որովհետև 4 քաշային կարգ նվազել է եւ չենք ունեցել փաստացի մասնակիցներ, այս տարի 24 մեդալը արդեն արդյունք։ Հարաբերակցության ավելի շատ եւ ավելի ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում, հաջող էր մեր մարզիկների ելույթը, գոհ են իրենք իրենց ելույթներից եւ ընդհանրապես դուք։ Միանշանակ նախ առաջին կարելի է ասել առաջնություններ մեր նոր մարզչական անձնակազմի տղամարդկանց հավաքականի մասին է խոսքս։ Առաջի դրանքները պարզ էր, հասկանալի ու նպատակասլաց գնացինք դեպի առաջնություն։ Մենք մեր առջև դրել էինք 2 Եվրոպայի չեմպիոն, 2-ից 3 տղամարդկանց պայքարում, 1-ից 2 կանանց պայքարում եւ մենք կարող ենք ունենալ 4-ից 5 չեմպիոն, բայց ցավոք սրտի չստացվեց, բայց ընդհանուր առմամբ մասնակցությունից գոհ եղան թերությունները, թերությունները չեն կարող չլինել, փաստացի սպորտը ամեն ինչ հնարավոր է, պետք է աշխատենք այդ թերություններն էլ վերացնենք, շտկենք եւ շարժվենք առաջ դեպի աշխարհի առաջնություն։ Սամվել, մենք բոլորս էլ էկրաններից այս կողմ կապ չունի որքան ենք մարզասեր չենք, բայց միևնույնն է, երբ Հայաստանի դրոշը պահած մարզիկները արդեն դուրս են գալիս, հա, բոլորս երկրպագում ենք, դա բոլորովին այլ տպավորություն է։ Հետաքրքիր է ինչ մթնոլորտ, ինչ տրամադրություն է տիրում հենց այնտեղ, ինչպես ասում են, դեպքի վայրում, ինչն է մեր մարզիկներին, այս դեպքում ծանրորդներին ոգեշնչում, նրանց առաջ մղելու ուժ տալիս։ Տեսեք, նախ որպես մարզիկ կարող եմ այդ հարցին պատասխանել եւ որպես երկրպագու նախ որպես մարզիկ տվյալ պահին դու կենտրոնանում ես ծառայողին եւ վարժությունը ճիշտ կատարելուն եւ ընդհանրապես հետաքրքիր չի տալի ով է գտնվում, ինչ աղմուկ է, եթե իրոք հոգեբանորեն շատ ճիշտ տրամադրված է առաջնությանը։ Իսկ որպես երկրպագու կարող եմ ասեմ, որ էմոցիաներից ելնելով չես կարող ինքնակառավարել հույզերդ, հուզմունքներդ, էմոցիաներդ եւ անհաջողության դեպքում տեղի են տալիս նաեւ ներվերը եւ հաջողության դեպքում էլ են տեղի տալիս ներվերը։ Հիասթափությունը շուտ է գալիս առաջին անհաջողության դեպքում։ Չէ, չեմ կարծում, անհաջողության դեպքում պետք է բոլորս մի թիմ կաղապարով գնանք առաջ, այսինքն ոգևորենք մարզիկին, որովհետեւ չընկճվի մյուս առաջնությանը այդ սխալները ուղի եւ ներկայանան նոր նպատակներով
դեպի աշխարհի առաջնություն կամ առաջիկա առաջնություններին։ Սամվել, կասեք, քանի որ դուք այն մարդն եք, ով մեր նաև հին սերնդի, եթե արդեն կարելի այդպես ասել, բայց հայտնի անունների, հայտնի չեմ, ավագ սերունդների, ասենք, հետ եք շփվել եւ տեսել եք այսպես կոչած իհարկե կուլիս չէ, բայց կուլիսային երուզերը հոգեվիճակը եւ արդեն երիտասարդների նորերի, որոնք ոմանք անգամ բացահայտում են, հատկապես աղջիկների մասին շատ են խոսում, շատ են լսել, բայց երբ արդեն գրվում է դարձավ չեմպիոն Եվրոպայի, բոլորը զարմանում են, ասում են նոր սերունդի աղջիկներ էլ ունենք։ Կասեք, նրանց հոգեբանության տարբերություն կա, ինչպես է մոտեցումը, նոր սերունդը ինչով է տարբերվում օրինակ։ Տեսեք, նախկինում ճիշտ է, ավագ սերնդի հետ եմ շփվել, խոսքը կանանց մասին է, չէ՞։ Կանանց հետ, այսինքն Հռիփսիմե Խուշիջյան, Նազիկ Աբդալյան, Մելինե Տալուզյանի հետ եմ շփվել հավաքների ժամանակ։ Նրանց հոգեբանությունը, այսպես ասած, ավելի չոր, նպատակասլաց, հաշվարկային, իսկ այս ներկայիս մեր կանանց հավաքականը կարելի է անվանել կանանց, բայց երիտասարդ են բոլորը։ Նրանք ավելի շատ ազատ են իրանց առօրյայում, իրանց մարզումների ժամանակ եւ ավելի թեթև են նայում, անհաջողությաններ են թեթև նայում, հաջողությաններ են թեթև նայում։ Իսկ պակաս նպատակասլաց են, թե դա չի խանգարում։ Ինձ թվում է էլ ավելի։ Թե չէ դառնա, չէ՞։ Իսկ ասեք, խոսեցիք, որ կային թերություններ, որոնք կշտկվեն, մանավանդ առջևում աշխարհի առաջնություններ, հիմնականում ինչ թերություններ կար, որ բոլորի կողմից քննարկվեց ու հասկացաք, որ կարող է բաց թողում էր, որ պետք է լրացվեր նախապես, ինչի վրա եք աշխատելու այս շրջանում։ Իմ կարծիքով բաց թողումներ չեն եղել, որովհետև առաջին իսկ օրվանից մինչև վերջին հենց մրցարտակերն է, ես հավաքականի մարզիչների հետ եղել եմ մարզիկների կողքը, կապ չունի տղամարդկանց, թե կանանց, բոլորի խնդիրներին ծանոթ եմ եղել 24/7 գրաֆիկով եւ ոչ թե պաստողումներ են եղել, ուղղակի թերացել ենք մի փոքր մարզիկների հետ շփման մեջ, այսինքն մարզիկներին պետք է տրամադրել մարզումներից առանցին, այսինքն մարզումներից զատ պետք է ավելի շատ խոսել մարզիկների հետ, որովհետեւ չբավարարվեն մինիմալ արդյունքով, եթե ապահովել են երկամարտում մի մեդալ, այդ մեդալը դեռ վերջը չէ, կարելի է ցկտել էլ ավելին, այսինքն չբավարարվել փոքր մեդալներով, որովհետեւ իսկապես քաջատեղյակ լինելով իրենց մարզումներից ու բարձրացած կիլոգրամներից, վստահ կարող եմ ասել, որ այստեղ կարող ենք ունենալ 4-ից 5 չեմպիոն, բայց մեր մարզիկները վերջին մոտեցումները ծախողեցին եւ ուղղակի նվիրեցին մեդալը հակառակորդին։ Սամվել, իսկ ասեք, քանի որ խոսում ենք անընդհատ իրենց նաև հոգեպես ամուր լինելու մասին, բացի տեխնիկային տիրապետելուց այս սպորտաձևում, բացի ֆիզիկական ուժիչ պատրաստվածությունից, նաև ամենակարևորը հոգին է։ Կասեք, մենք ունենք սպորտային մարզական հոգեբաններ, ովքեր աշխատում են իրենց հետ, թե այդ պարտականությունը եւս մարզիչների եւ հենց իրենց վրա է։ Ես ուզում եմ շեշտել, որ մեր մարզչական թիմը նոր է, երիտասարդ են ու նրանք շատ բանիմաց են ու հոգեպես էլ շատ պինդ, վստահ եմ, որ նրանք կարողանան ուղղակի կարճ ժամանակը, որովհետեւ այդ թերությունները շտկվեր, վստահ եմ, որ մինչև տարեվերջ մենք այդ թերությունները իսպառ կվերացնենք եւ մեր մարզիչները համ սպորտային հոգեբաններ են, համ ճանապարհ անցած մարզիկներ են եղել եւ քաջատեղյակ են մարզիկի լարվածությունը ինչպես թեթևացնեն, այդ հույզերը, հուզմունքները դեպուզ եւ խոսալու շփման արդյունքում էներգիա փոխանցեն։ Ես նույնիսկ ստացել եմ իրենց հետ եմ մարզվել ու իրենց շփման արդյունքում ես զգացել եմ այդ առավելությունը նրանց կողմից։ Նույնը կարող եմ ասել, որ մինչև տարեվերջ մենք կարողանանք այդ թերությունները շտկել եւ կունենանք շատ ամուր ու երիտասարդ թիմ։ Սամվել, որպես պրոֆեսիոնալի գնահատական պրոֆեսիոնալի աչքով հետաքրքիր է այս վերջին առաջնությունից ու մրցելույթը կառանձնացնեք, որ այսպես հիացմունքի է արժանացրել ձեր չի առանձնացնի, բայց երկուսն կարող եմ առանձնացնել, Կարապետյան Կարիկ, Էմմա Պողոսյան, որովհետեւ երկուսն էլ վերջին մոտեցումներով վերջակետ տրեցին առաջնության արդյունքներին, այսինքն էլ շանս չտալով հակառակորդին պայքարելու, որովհետեւ
Հրում վարժությունում այնպիսի կիլոգրամներ բարձրացրեցին, որ մարզումներին նույնիսկ չէին մոտեցել։ Ճիշտ է, Կարապետյան Կարեգանցած տարի նույն կիլոգրամը նորից բարձրացրել էր, բայց այս տարի ունեցել էր նա առողջական մի փոքր խնդիր, այդ խնդիրը Հայաստանի առաջնությունից առաջ վերականգնվել էր ու պատրաստ չէր այդ կիլոգրամների մարզումներին կրկնելու, բայց դե այնպես չէր, կասկածելի էր ու կասկածանքի տեղ էր տվել այդ կիլոգրամը, որ նա մոտեցավ, բոլորը կասկածում են, որ կարող է բարձրացնել, բայց ես հետևելով ու մարզիչներն էին վստահ, որ կարող է, իսկ Պողոսյան Էման ուղղակի սենսացիոն մի մոտեցում կատարեց, որը ոչ մեկ չէր սպասում, զարմացրեց բոլորին ու դալիճը 5 րոպե երևի ոտնկայց ծափահարում էին իր այդ մոտեցման համար, որովհետև շատ հզոր էր։ Իսկ լինում է կներեք, ես էլ էի մտածում շարունակել, լինում է, որ մարզումների ընթացքում չի նախատեսվում նման կիլոգրամ ենթադրենք բարձրացնել եւ հենց առաջնության այդ մրցության ժամանակ որոշվում այսպես երևի ադրենալինի ազդեցության տակ, չգիտեմ։ Եվ դա վտանգներ ունենում է իր մեջ, այսինքն ռիսկի գնալ այդ պահին հանուն թեկուզ մեդալի եւ Հայաստանի անվան, ինչ ռիսկեր է պարունակում հենց տեղում որոշում կայացնելը։ Տեսեք, նախ մարզումներին մենք ռիսկների չենք դիմում, այսինքն եթե ինչ որ հարց կա, որ պետք է այդ կիլոգրամը հարցականով մոտենա մարզիկը, մարզիչները ու վստահ եմ հավաքական գլխավոր մարզիչը դեմ է կատեգորիկ նման մոտեցումներին ու նման մարզման պլանին։ Մարզման պլանը անհատական է բոլորի մոտ, այսինքն բոլորը անհատական իրենց ծրագրերով մարզվում են եւ իրենց կիլոգրամները տոկոսային հարաբերությամբ աշխված իրենց արժեվ տրված է։ Սահմանաչափեր կան, որովհետեւ վնասվածքներից խուսափեն, ճիշտ վերականգնման process-ը կազմակերպվի։ Իսկ առաջնության ժամանակ մենք ունենք մի գաղափար, կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Այդ գաղափարով շարժվում ենք, կապ չունի, եթե առաջնության ժամանակ թեգուզ եւ վնասված ստանա, այդ դրանից էլ կարելի է հետևություններ անել։ Նույն ինքս ես իմ կարիերան վերջացրել եմ վնասվածքի պատճառով ու առաջնությանն եմ ստացել այդ վնասվածքը։ Այդ վնասվածքը գալիս էր սխալ մարզումային process-ներից, իսկ այդ սխալներից հետևություններ անելով վստահ եմ, որ հիմա կարող ենք քննարկումների արդյունքում ճիշտ պլանավորել մարզումները հավաքականի ու ճիշտ ճանապարհի վրա ենք։ Սամվել, քանի որ խոսեցինք ճիշտ մարզումներից եւ այլն, ես Քրիստինային եւ Քրիստինեին եւ զանգեցի, որպեսզի աղջիկները գան մինչեւ մրցույթը, հա, մեզ յուր, ասաց ամենայն հարգանքով շնորհակալ եմ, բայց ես չեմ ուզում իրենց ուղեղը, մտքերը զբաղեցնել ուրիշ ոչնչով եւ նրանք դիսցիպլինայով են ապրում։ Ուզում հասկանալ մինչև օրս բոլորը, հա, այդ նույն դիսցիպլինայով ոնց որ այն ժամանակ, թե այսօր պայմանները մի փոքր այլ են եւ մարզիկները ազատ են մի փոքր այդ առումով։ Չտեսեք, ազատը հարաբերական, թե նախկինում մենք մամուլի հետ շատ փակ ենք եղել, սոցցանցերում շատ փակ ենք եղել, հիմա շատ թափանցիկ, շատ բարձ, մեր մարզման process-ները մենք հրապարակում ենք, մեր հետաքրքիր ռիլեր եք ներկայացնում շատ։ Հա, էմոցիաներ, մարզումներ, ընդհանուր առմամբ մենք շատ թափանցիկ ենք ներկայացնում աշխատում ֆեդերացիան։ Իսկ ինչ կապված է մարզիկների հետ, մարզիկներին աշխատում ենք մարզումների առաջնություններից առաջ չշեղել, այսինքն եթե մարզման process-ի մեջ է մարզիկը, ինքը պետք է նպատակային գնա դեպի առաջնության իր ծրագրից չշեղվի, որովհետև ամեն մի վայրկյան, ամեն մի րոպե, թե մարզիկներ կան, որ Գյումրիից կան հասնեն տաղավար, որովհետեւ մասնակցեն հաղորդման, այդ իմ կարծիքով ոչ պրոֆեսիոնալ է։ Դրա համար առաջնությունից հետո մենք մի փոքր կարճ ժամկետ հանգիստ ենք տալիս մարզիկներին։ Ասեք, որքան է տևում այդ հանգստի ու վերականգնման, հա, ժամանակ։ Կախված ծանրաբեռնվածությունից, այսինքն կերծանր քաշային կարգին մարզիկների մոտ մի փոքր այլ է վերականգնման process-ը։ Իրանց ներվային եւ իմունային համակարգը մի փոքր տարբերվում է թեթև քաշային կարգից, այսինքն թեթև քաշային կարգը կարող է մի 2-3 օրվա վերականգնվի, կերծամերին մի շաբաթ եւ 10 օր պետք է, որպեսզի այդ ծանրաբեռնվածությունից դուրս գա, այդ ստրեսը հաղթահարի։ Ու կապված քաշային կարգերից, կապված իրենց անհատական
վիճակից ֆիզիկական եւ հոգեկան։ Կարծում եմ Սամվելին էլ պետք չէ այլևս երկար զբաղեցնել եւ ժամանակ հետաքրքիր է Եվրոպայի առաջնությունից հետո արդեն եւ բոլորի ունակությունները որ տեսակ ինչ եք սպասում աշխարհի առաջնությունից թեկուզ դեռ կա ժամանակ։ Մենք ունենք 6 ամիս աշխարհի առաջնությանը։ Հիմա մի փոքր հանգիստ դատարկ կվերցնի հավաքականը, համ կանանց, համ տղամարդկանց։ Մարզումները, հավաքները վեր կսկսենք մայիսի երկրորդ կես ու այսինքն պաշխված հավաքականը ներկայային մենք ունենք երիտասարդ մարզիկներ էլ պետք է նրանք աշխարհի առաջնության մեկնեն վաղը եւ նախապատրաստվեն այդ կիլոգրամները ցույց տան, որովհետեւ ընդգրկվեն մեծահասակների հավաքական։ Հետևություններ կանենք, ընդգրկենք երիտասարդներին էլ եւ հավաքականի մարզիչները կաշխատեն երիտասարդների հետ, հնարավոր է եւ աշխարհի առաջնությանը տեսնենք ու լսենք նոր անուններ։ Շատ հիանալի կլինի եւս մեկ անգամ թե ձեզ, թե մեզ, թե բոլորին շնորհավոր, շնորհակալություն, որ այսօր մեր տաղավարում էիք։ Այսօր շնորհակալ։ Հիշեցնենք, որ մենք զրուցում ենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի հետ, իսկ մենք կհանդիպենք քիչ անց։